Բարի երեկո իմ սիրելի հետևորդներին, ամենաբարին, իմ ամենալավ ու բարի հետևորդներին։ Այս խոսակցությունը, որ ճիշտն ասեմ, չէ պլանավորել, նախատեսել է իմ համար, իմ երեկոն վայել եմ իմ բալայի հետ, էլի եմ վայելելու, բայց մի քանի րոպե անց ուզում եմ մի փոքր զրուցել ձեր հետ, մի քիչ խոսալ, ասել, կիսվել, բայց խոսակցությունս մի քիչ դիպուկ է լինելու, այդ իսկ պատճառով ներողություն եմ խնդրում իմ լավ ու բարի լսարանից, իմ լավ ու բարի մարդկանցից, շատ երբեմն այդ փոքրամասնությունը ստիպում է, չէ, որ անես են ինչը որ չես ուզում, ինչև է, սիրելի հետևորդներ ջան, մի քիչ հեռվից գամ, որ ամեն ինչը պարզ ու հասանելի լինի, քանի որ շատ մարդիկ կան երևի թե նոր են միացել, որովհետև գրառումներ կան, որ զգում ես էլի, որ մարդը գեղեցիկ կարեկցանքով է ասում, գրառումներ էլ կա, որ ուզում են ցավացած լինել, բայց չգիտեն, որ ես նման ուրեմն նմաններից լավ, նման չլոտներից, ոնց ակաունտնա թելադրում, ակաունտնա բնութագրվում, պատկերացնում եք մարդու ակաունտն լինի չլոտ։ Ուրեմն վերջը, մի քիչ զրուցենք, խոսքս մի քիչ դիպուկ է լինելու, ներողություն կրկին ու կրկին իմ լավ ու բարի լսարանից։ Գրառումներ են եղան, որ երևաց, որ մարդը ուզում է քեզ օգնած լինի, լավ բան ասած լինի, բայց բուն եղելությունը չգիտի։ Դրա համար որոշեցի անեմ այս տեսանյութը, ուրեմն ու սիրտս էլ որ զգում էր, ճիշտ էր էլի զգում, ամեն տարի, երբ որ մենք կգանք ջերմուկ, չգիտես թե ինչի, մարդիկ սկսում են մեր փողերը հաշվել, մարդիկ սկսում են իմ փոխարեն տնօրինել համ իմ օրը, համ իմ ժամանակը, համ իմ անցած ճանապարհը, համ էլ գրպանից պարունակությունը, չիմանալով են պարունակության մասին, ինչը որ կա։ Դե մի խոսքով, մարդիկ են մտածում են, բլոգեր ես, դրսում բարեկամներ ունես, դա ինչ ա եղել, բայց չգնա հանգստանամ, իրանց ուղեղի մտածելակերպն է դա, դրանից ես չեմ էլ նեղվում, ոչինչ, թող մտածեն, ասած ռուսը и то это хлеб։ Բայց եթե մի քիչ լուրջ ու, այսպես ասած, արդիական, ամեն ինչին ռեալ նայենք, եկեք սկսենք սկզբից, քանի որ օր-օրի էջս շատանում է ու իմ համար դա հաճելի է պարզ է, ինչի որոշեցի սենց սկզբից ու շատանալը շեշտեցի, որովհետև անգամ անձնական նամակներ է ստացա, որ Անայդ ջան, այն փողը որ դու վատնում ես, գալիս ես հասնում ջերմուկ, այդքան փողոտ փչացնում, լավնդիր շորեր եք հագնում, չգիտես ինչեր եք անում, այդքան փողն է թողում եք տեղ ու գնում, դրա տեղը զբաղվի Ալեքսով, սիրելի հետևորդներ ջան, երևի թե նոր եք միացել, որ այդքան է չգիտեք, ես իհարկե զբաղվում եմ Ալեքսով, բոլորը դա տեսնում են, չտեսնեն էլ, ես հո գիտեմ, որ ինչ է կատարվում ու ոնց է կատարվում։ Ուրեմն ըստ օրենքի ես ամեն տարին մի անգամ իրավունք ունեմ իմ Ալեքսի հետ գամ 10 օր կլինի մինչև մի ամիս, բուժվենք, հանգստանանք ու գնանք, մեր թերապիաները ստանանք ու գնանք, բայց եթե անկեղծ մարզերից ստեղ գալը դժվար է, թե թղթաբանության հարցով, թե ամեն առումով շատ դժվար է,
Թղթաբանությունը մի կերպ գլուխ բերելուց հետո ես եկա հասա ստեղ, թեպետ այնքան հարգանք ու շնորհք էի թողել, այնքան ուշադիր մամայի տպավորություն էի թողել այս անձնակազմի վրա, որ իրանք ինձ երբեք աչքաթող չեն արել ու միշտ էլ ինչքան ինձ ճանաչել են, միշտ կանչել են, միշտ ասել են, միշտ առաջարկել են, ինչի համար շատ շնորհակալ եմ այստեղ աշխատող բոլորից, սկսած մաքրուհիներից մինչև տնօրեն, որովհետև բոլորն էլ սիրով ու ներդրումով են աշխատում ցանկացած մարդու հետ, դա կլինի երեխա, դա կլինի մեծահասակ, դա կլինի առավել ևս խնդրավոր սայլակով երեխա։ Հիմա ուրեմն սա մեր երրորդ այցն է, որ մենք եկանք հասանք ստեղ, երբ որ առաջի անգամ եկանք, շատ քարկոծեցին, չափից շատ, պարզա երևում է, մարդու ուղարկել ես Ռուսաստան, դու գնաս տեղ, դու գնաս ընդեղ, դու գնաս ընդեղ, ես փորձեցի էլի բացատրեմ, բայց թե 1000-ին մեկ ասա, 101-ին էլ вообще մի ասա, իրանք ինչ գիտեն, են ասում ու պատկերացնում, բայց սկսեմ նրանից, որ այո, այստեղ մարդիկ նորից եմ ասում նկատել են իմ ուշադիր ու հոգատար մամա լինելու փաստը ու միշտ հրավիրում կանչում ասում են թեպետ եւ դուք ասում եք դե դու բլոգեր ես որ նկարես այս կոմ հավատացեք իրանք նկարելու կարիք չունեն որովհետեւ իրանց մոտ կարելի ասել շենքը լեցնա սիրելի հետևորդներ ջան բայց քանի որ նկարելը հենց իմ աշխատանքն է ու գումար վաստակելու մի միջոցը, իմ առօրյան, ինչու՞ չէ ես փորձում եմ նաև նկարեմ, նկարահանեմ, ներկայացնեմ հանրությանը, ով հավանի գա, ով փորձի իմ նկարածի մեջ ռուսերեն այդ բառը լավ հնչում, մի հատ պիտնո գտնի, ունգնի հետևիցս 4 դիվան քշի, մազերը կիսասանրելանի ու սկսի իրան լավ մարդու տեղ դրած սենց փորձի էլի իրան լավ զգա ոնց այսօր եղավ հիմա ինչու եկա ամենահեռվից որ ամեն ինչը պարզ ու հասկանալի լինի եթե հետ գնանք մի 3-4 տարի առաջ ես չգիտեի իմ իրավունքի մասին որ կարամ ամեն տարի այդքան նշված ժամանակահատվածով կամ ու երբ որ առաջ անգամ եկա, էֆեկտը ակնհայտ էր հենց իմ համար ու մեզ ճանաչողների համար։ Երկրորդ տարին անկեղծ անեմ, վախից չեկա, որովհետև թվերը լավ գիտեք ու այս անառիկ սարերի հետևին գիտեք ովքեր կան, բայց բանից պարզվում է, այս պահին նրանք ավելի լավն են ու հանգիստ են թողում մեզ քան մեր մեջի այն սև ցեցերը, այն չլոտ ակաունտը, որ փորձում է մտքերին ու իր կիսատ պռատ ուղեղին ազատություն տա, փորձի, այսպես ասած, վերծանի ու փորձի ցավացնի ինձ, էլ Ալեքսին համարելով մանկամիտ, էլ Ալեքսին համարելով անգրագետ, էլ չգիտես ինչ, էլ չգիտես ոնց, էլ իր այն կերքիթը խցկի մեր ընտանիք, մտածի, ընչենք մեկը ստեղ, մյուսս ընդեղ, էլ իր այն երկար ու սենց լյուբապիտնիությունից կեր տեսք ստացած քիթը հասցնի մինչև ընդեղ, որտեղ ինչ կա ու ձրիա մենք ընդեղ ենք, դեհլա այդ ձրիներից դու էլ շնորհք ունեցի ու տես քեզ կկանչեն, թե չէ, տես դու կարաս դրսևոր ես քեզ նենց, որ մեկը դեմքիդ նայի, մեկը իմանա ասի ով ես դու, ինչի համար ես դու, ինչ ես անում դու, ուրեմն Եթե սա լիներ շատ տարիներ առաջ, մի 5 տարի առաջ, ես շատ ծանր կտանեի
ու կասեի վայ ոնց կլինի իմ երեխին կպնեն, բայց համացանցված բոլորիս առաջ ու տենում ենք էլի իմ երեխին անվանում են մանկամիտ օրինակի համար, այն մյուս երեխին գրում են բերանն ենքան մեծ ոնց որ վագրի բերանը լինի, այն մյուս վլոգերը օրինակի համար միտեղ գնա շորոք արչակնի բան չի կարչակավ ու այսպիսի բաներ ու աստված չանի բլոգերների շրջանակում կապ չունի դա ես ելնեմ մեկ ուրիշն լինի փորձեն նվերը ստանան կընկնեն դրանց հետևից ու կասեն էլ մուրաց կան, էլ ուզվոր, էլ չտես, էլ Ալեքս ջան մի միացնի հետո, հա? Տեսուս մնա, էլ չտես, էլ մուրացիկ, էլ մի խոսքով ամեն վատ բան, բայց օրինակի համար մեկը ես, սիրելի հետևորդներ ջան, այս եթերս էլ գիտեմ, որ ստեղից շատ ինձ հետևորդներ ունեմ, այսօր ես եմ տերի էինք գնացել, այդ կինն ասում վայ այն անգամ ինձ նկարել էր, հաճելի էր, այս անգամ կասես, որ մի քիչ ավելի էֆեկտով վերջը ու տեսնում եմ, որ բոլորը ինձ հետևում են ու ես էլ են իրանք լսելու են ու ես ամաչում եմ, որ ասում եմ, բայց ախր ասողն ու վիրավորողը մեր հայնա է, են սարերի հետևի թուրքերից, հա, են սարերի հետևի թուրքերից, էլ ինչի եմ կամ վախենում, կամ ոնց է ձեզ թվում, եթե ըստ ձեզ, դուք ձեզ սենց մի հատ լավ եք զգում, այս լուսի նման երեխուն, կամ անվանում եք մի խոսքով լիքը բառեր, չեմ ուզում ես դա ասեմ, որովհետև ինքը դրա հետ ընդհանրապես կապ չունի, ովքեր ճանաչում են իմ Ալեքսին, գիտեն, որ ինքը մի հատ բարիության մարմնացում է, ոչ թե որպես իմ երեխա, դա շատերն են փաստում, իրա նման շնորհքով ու բարի սրտով մարդ երանի մեր աշխարհ Ալեքս, այ տղա, այդ դուռը փակի այդ դուռը իրա նման շնորհքով ու բարի մարդ երանի Տեր Հիսուս այս աշխարհում շատ լինեն մեկ ես ինքս եմ ջղայն անում թխի այնքը այդքան բարի ու միամիտ հա միամիտ ենք մանկամիտ ենք հա նրա համար որ իրոք մանկամիտ ենք բա դու այ չլոտ լեզուդ ոնց է պտտվում այս լուսի նման երեխուն փորձես նման բան ասես բա դու այ են վերևի արդարություն պահանջող Աստծուց մեր Տեր Հիսուս Քրիստոսից ոչ մի անգամ չես վախենում չես մտածում քո վերջին օրվա մասին, չես մտածում քո այդ սատանայական, այդ խուդայի մտքերիդ մասին, չես վախենում, որ հոգուտ մեջ նենց քար ու ցավ կառաջանա, որ կհիշես դա ուրիշի երեխեքին քննարկելն էր ու քննադատելը ու եթե քեզ կամ քո նմաններին կթվա, որ ես ամաչում եմ, թաքցնում եմ, երբեք բնավ չի կարա լինի նման բան, որովհետև ինչից պիտի ամաչեմ, իմ երեխի սիրունաչերից, բոյբուսաթից, շնորհքից, սովորելուց, հա, մի քիչ ամաչում եմ, բայց նեքս չի որ, ոչ տառը գիտենք, ոչ թիվը, ոչ էլ կարդալը, այ տխմար, այ չլոտ, ու քո նման քո այդ հավաքածուներիդ պահը կգա ու կհիշեք, որ Ալեքսին նեղացնելը չի կարելի, Աստծուց վախեցեք, ընդամենը ես դա կասեմ։ Իսկ ինչ վերաբերվում է, որ ձրի, դե հելը փորձի այդ ձրի հացից դու էլ ուտես կստացվի, ուտես կարաս այնքան խելք ու շնորհք ունենաս, այնքան հնարամտություն ունենաս, ուտես էլ իմ նման կարող ես սահուն ձևով առանց որևիցե մեկին նեղացնելու, վիրավորելու, հանգիստ, համբերությամբ օժտված անես այն բոլորը, ինչը որ ես ուտես էլ իմ նման կարող ես շատ բաներում հանդուրժել,
կուլ տալ, լռել, ստեղծել, արարել։ Եթե դու ես ձև երեխուն, այդ ձև ես քննադատում, բա այն երեխեքը, ովքեր որ սայլակի վրա են, ովքեր որ չեն խոսում, ովքեր որ պայքարում են կյանքի համար, ովքեր որ մի կտոր հաց չունեն ուտելու, ինչ ուզում ես ասես, նրանք ընդհանրապես ապրելու իրավունք չունեն, հա, նրանց ծնողը ընդհանրապես պիտի ամաչի ջայլամի նման, ոչ թե մենակ երեխեքի հետ խրվի ավազի մեջ, հա, էտա հասարակությունը, էտա քո նմանների ուզածը, այ անշնորհք, այ չլոտ, ու դրան վերադիր փորձում ես խցկվել, մտնել էջ, դուրդ չի գալիս, մի նայի, խնդիր չկա, ես քեզ չեմ հրավիրելի մեջ, ես քեզ չեմ ասել համեցեք, էստի համեցեք, եկեք, ես կողմ են կողմ դուրդ չի եկել այդ տխմար, թող դուրս արի, դեռ մի բան էլ դնում, քննարկում ես, ուրիշի գրածներին էլ պատասխանում ու իբր ծիծաղում նամակ, այո, կգա նամակ, համբեր է ու տես ինչ կլինի ու ոնց կլինի, այնպես չի, որ ես տակից գլուխ հասկանում եմ ինչը որը ոնց որտեղ երբ, այդ ակաունտների վերաբերյալ, ես հələ որ տեսնում եմ այդ քո զիբիլ ակաունտդ, որ անվանել ես չլոտ, բացել ես ամսի 31-ին, իսկ թե քանիսն էլ ունես ու քանիսն ես օգտագործել հանդեպ ինձ ու ինչեր ես անում, դրա մասին դեռ կխոսենք մի շատ շուտ, ու եթե այդքան տխմար ու հիմար ես ու քո ինքնահաստատման վայրը համարում ես իմեջը, ապա իմ ու քո տարբերությունը իհարկե ակնհայտ երևում է, ուրեմն ես այդքան լավն ու այդքան, այսպես ասած, քեզ սենց հետաքրքրող ա, չէ, առանց ջուր ու կրակ վառվում ու բլբլթում ու ծխում ես, որ առավոտի ծիրիգուն իմեջերից դուրս չես գալի ու փորձում ես այդ դիվան քշելուց են կոմ հն մեկ էլ գաս մտնես իմ էջ, այ տխմար, այ հիմար, ով ես դու, որ իբր թե ուզում ես կամ ինձ ցավացնես կամ էլ այսպես ասած իմ երեխին, հա, ափսոս Ալեքսս կողքս ա ու հետո գիտեմ միացնելու ա լսելու ա, թե չէ այն ձևի բառերով քեզ կվիրավորեի, որ գազանանոցի էշի նման վերջում այս չեղած ուղեղումդ տեղավորվել ու ասել իրեն խի տենց եղավ, այնպես որ հավաքի քեզ, գնա քո զիբիլների հետևից ու փառք Աստծու, ես այն մարդն եմ, ոչ մեկից ոչինչ չեմ ուզում, բայց հիմա ես երկու ուսերից հետևում իմ թիկունքում, այսինքն այնքան լավ մարդիկ ունեմ, այնքան մեզ շատ սիրող մարդիկ կան, այնքան մեզ նվիրող մարդիկ կան, փառք Աստծու, ու գիտես հետաքրքիրը որն է, որ ոչ մեկից ոչինչ չեմ ուզել, ես հո գիտեմ, որ այդպես է, բայց նվերներ եմ ստացել աշխարհի տարբեր երկրներից, էլ Ֆրանսիա, էլ Գերմանիա, էլ Հոլանդիա, էլ Ամերիկա, էլ Ռուսաստանի Դաշնություն, տարբեր քաղաքներից, էլ չասեմ հոկտեմբերյան, էլ չասեմ ուրեմն Էջմիածին, էլ չասեմ, այ այստեղ էլ եմ հանդիպումներ ունեցել, բայց մարդիկ խնդրել են, որ լռեմ ընդհանրապես, ոչինչ չասեմ, Անահիտը այ այդպիսի մարդ ա ի տարբերություն քեզ, ու իմ երեխեն փառք Աստծու, իր շնորհակալ լինելու ձևն էլ գիտի, պահվածքն էլ գիտի, այո սովորելու հարցում կաղում ենք, բայց ես դրանից չեմ ամաչում, ճիշտ է շատ ծանր եմ տարել, բայց էդ էլ փորձություն ա, կանցնենք, կհաղթահարենք, կարևորը մարդ լինելու կոչումը չմոռանանք ու քո նման տխմարներից էլ Աստված մեզ միշտ հեռու պահի, իսկ դու փորձի այդ մեջիդ թույն ու թարախը, այն երևի քո մոտ արյանդ փոխարեն թարախ ա հոսում, որ դու սենց վառվում ես էլի
ու փորձում դիմացինի ցավացնես։ Նորից եմ ասում, եթե 5-6 տարի առաջ շատ ծանր կտանեի, բայց հիմա թքած ունենալու նուրբ արվեստը շատ լավ սովորել եմ գիրքը կարդալուց հետո։ Այնպես որ շնչի, արտաշնչի քո համար, ծերի հետ էլ դու սարի էլի իմ էջից, ով ես դու, որ փորձես ինչ-որ թե ցեղ շպրտես դեպի մեզ, միևնույնն է, այն ցեղը հենց չորացավ, թափելու ա մեր վրայից, չի կպնելու, չի մնալու, այնպես որ Աստծուց, միմիայն Աստծուց վախ ունեցի, ես այս պահին այս բառերն էլ, որ ասում եմ, դրան զուգահեռ մտքում ուսում եմ բարձրաձայն ասում եմ Աստված ջան ինձների, ասում եմ եւ հիմարին մի առարկիր եւ հիմարին մի նմանվիր։ Այս պահին ստացվեց այնպես, որ ես չար համարեցի քեզ զուտ իմ լսարանի խնդրանքով, որովհետեւ երբ որ ես վլոգս տեղադրեցի ու մեր պրոցեդուրա եւ այլն, դրանից հետո դուրս ենք եկել քայլելու, շփվելու, հանդիպում կար մարդկանց հանդիպելու, զանգի հետևից SMS, նամակ, Messenger, Instagram, իմ բոլոր ինձ հարգող սիրողները, Անահիտ, ջնջի դրան, դա հետովա, Անահիտ, մի հատ պորտը տեղը դիր, խնդրում ենք եւ պահանջում, եւ այո, իրանց խնդրելու, պահանջելու շնորհիվ փորձեցի մի պահ մանրանալ, մտածում եմ չարժեր քո նմանին հավասարվել, բայց քեզ քո տեղը ցույց տալը հաստատ արժեր, հայ ենք, ամոթ է, ապրեք ձեր համար, օնլայն հարթակը բաց է, դու էլ բացի, այ մուրացկան, հլը տես դու էլ ես մուրացկանություն անելու, կամ ամեն մարդ իրա հասցենա, չէ, թողում, մուրացկանություն անողը, որ արած չլինի, ինչ գիտի, դա ինչ է, ես փառք Աստծո, իմ տանը, իմ համար, իմ հավեսով, իմ առօրյայով մարդիկ ինձ գտնում են, սիրում են, նվիրում են, զանգում են, հրավիրում են, կանչում են, անգամ ստեղից եմ զանգեր ստանում, այ տխմար, էլ ինչ ասեմ, էլ ամոթ է, այ քո նմանների երեսից է, որ մեր հայերի պատիվը սենց գետնին է հավասարվում, այ քո նմանների երեսից է, որ երկիր է կործանվում, այ քո նմանների երեսից կլինի, որ շատ մարդիկ այդ քո ասած կամաչ են իրանց երեխին դուրս հանելուց, իսկ թե մենք ստեղ ոնց ենք եկել, ինչ ենք եկել, քո այդ երկար ու սենց կերդարած քթի գործը չի, հասկացողը հասկանում է, ոնց ենք եկել, քո նման տհասների համար էլ, ինչ էլ ասես սայլը տեղից չի շարժվելու, բայց շուտով համ տեղդ կիմանաս, այդ չլոտ, համ դերդ կիմանաս, համ էլ ապրելուտ իմաստը կիմանաս, ու այսքանով սիրելի հետևորդներ ջան, նորից կրկին ու կրկին ներողություն եմ խնդրում, չէի ուզում նմանատիպ խոսքեր, բայց էլի ստացվեց, իհարկե ձեր պահանջներ ու առիթից ելնելով շատ շնորհակալ եմ, որ ընդեղ անգամ իմ ընտանիքն եք օրինակ էլի բերել, այո, ես այս բաց ճակատով միշտ ման եմ եկել, միշտ էլ քայլելու եմ մինչև իմ ապրած վերջին շունչը, քանի որ ես իմ անունը երբեք գետնով չեմ տա, իսկ թե չելոտի նման ինչ-որ մեկը փորձի մի բան ասի, քամին քարից ինչ կտանի, այն նույնը դա կլինի, ես ընդամենը շատ մամաների փոխարեն որոշեցի այսօր խոսամ, բարձրացնեմ այդ թեման, ինչ է նշանակում երեխուց, ինչի պիտի ամաչեմ, ինչի, բա այն երեխեքը, որ ասենք դեմքի ծրվածության խնդիր ունեն, ձեռքերը ծրված են, ոտքերով ինչ, նրանք պետք է ամոթից տանը խցկվեն ու դուրս չգան, ոնց եք կարծում դա ճիշտ է, չէ որ Աստված իրանց էլ այդ ձևի է ստեղծել, չէ որ իրանք ամեն օր պայքարում են ապրելու, քայլելու, խոսալու, ձեռ բարձրացնելու, ախր դուք դա չեք տեսել, դուք դրա միջով չեք անցել, դուք ոնց եք ուրիշի երեխեքին քար շպրտում, ամոթ չի կարելի,
Աստծուց վախ ունեցեք, ես ինքս շատ Աստված ավախ եմ, որովհետև իմ թշնամի երեխուն չեմ սկի մի վատ բան ասի, ինչ թե մնաց իմ ազգի, էլ որտեղ մնաց հայը, որտեղ մնաց հայի գենը, որտեղ մնաց հայի պատիվը, հպարտությունը, վեր ու դիրքը, գնա Ազիզ ջան, եկեք իրար սիրով գտնենք, հարգանքը չկա էտա պարզա, բայց գոնե ուրախանանք, որ հայ ենք, հայ ելնենք, վայ չլնենք, այսքան բան, կհանդիպենք օրվա վլոգում։